Փառք մեր Տիրոջը, ամեն։ Համարձակ արտահայտությունա, չէ՞, մենք քարոզել ենք ու քարոզելու ենք Աստծո շնորհքը։ Մենք պիտի համարձակ լինենք։ Հիսուսի արյան մասին ինչքան խոսենք, միևնույնն է, ամեն անգամ Տերը բացում է իր արյան մեծությունը, իր արյան կատարած գործի լիությունը։ Այսօր ուզում եմ խոսել մի քանի բանի մասին, թե մեզ ինչ տվեց Հիսուսի արյունը, ոչ թե ամեն անգամ կենտրոնանում ենք մի բանի վրա, բայց այսօր եմ խոսեմ մի քանի բանի մասին, թե մեզ ինչ տվեց Հիսուսի արյունը։ Բայց մինչև այդ մի բան եմ ուզում ասել, մի քիչ ավելի ադմինիստրատիվ բան, ստենց որ ասում եմ մի բան, սենց սաղուս լարվում ենք հոգևոր, էլի հոգևոր է, մենք մտածում ենք քարոզելը հոգևոր է, այնտեղ ջուր դնելը հոգևոր չի, չէ, տես չի, հոգևոր մարդը ինչ անում է, դա հոգևոր է։ Աշխարհում մի հատ արտահայտություն կար, տենց երեխա ժամանակ ասում ենք մի հատ լավ տղու արարք ասա, ու սենց չէր կարում ասեր, բայց պատասխանն էս էր, որ լավ տղեն ինչ անում է, էդի լավ տղու արարք է, հիմի հոգևորը ինչ անում է, դա հոգևոր է, դու հոգևոր ես, դու հավատացյալ ես, դու հոգևոր, դու ինչ անում ես, դա հոգևոր է, ահա բան սովոր անջահելներ, շուշուտ գլուխները աչու ձախ են անում, այն մարդ ես քարոզից սովորեք, ոչ թե այդ օրինա, Վարդանը ինչ ասեց ոչ չի բան, հենց հետի ասեցի, շուշուտ գլուխները աչու ձախ, մի բան եմ ուզում ասեմ, մի անգամ եմ ասել, ուղղակի ձեր համար եմ ուզում ասեմ, այն ինչ որ եկեղեցին կազմակերպում է, վստահ եղեք, լավն է, ընտեղ որտեղ մենք ձեզ հրավիրում ենք, դա լավ տեղ է, աշխատեք գաք, մեկ դուք կարող է զուգահեռականներ եք տանում, այ մերդ սաղ կյանքներս գնացել ենք կոնֆերանսներ, իսին բան չի եղել, չէ, երեք ենքան օրհնված էր, ենքան ամեն ինչ լավ էր, ու ես ասում եմ, ինչի մեր ժողովուրդը չգա չօրհնվի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ արած է, լիքը մարդ կա, աշխատեք պասիվ մեղեք, եկեք, նաև մեր միջոցառումները ինչ կազմակերպենք, նույն վեդիի մանկականը, նույն վաղը չէ մյուս օրվա ճամբարները, իրանք բարձր մակարդակի վրա են, մենք երբեմն Միլենի հետ խոսում ենք, գիտեք, ոչ միայն մեզ, այլ նաև ձեզ, ուզում եմ մի հատ հլը ձեր կյանքը, ձեր արջևով անցկացնեք, ծառայողներ ու բոլորով, Աստված մեզ մի ճանապարհով է անցկացրել, որտեղ մեզ շատ բաներ է սովորացրել, ինչ որ մեկին բանկային համակարգի մեջ, ինչ որ մեկին, ինչ որ ռեստորանում, ղեկավարման, զինվորական, ինչ որ մեկին աշխատանքի վայրում, ու այն ամեն ինչ որ Տերը մեզ սովորացրել է մեր կյանքի մեջ, սա նենց չի, որ սովորացրել է, որ մենք շատ փող աշխատենք, սա սովորացրել է, որ մենք իր արքայության մեջ հաջողվենք։ Հիմա ես նայում եմ իմ կյանքին, ասում եմ Տեր, դու ինձ այսքան կառավարման, ղեկավարման բաներ ես սովորացրել, այսքան ռեստորաններում տնօրեն, մենեջեր եւ այլն, ու ես հասկանում եմ, որ սա նրա համար է, որ իր արքայության մեջ ես կարողանամ ճիշտ առաջնորդեմ։ Ու Տերը մեզ մեր կյանքում շատ բաներ է սովորացրել, մեր պատանեկությունից, երիտասարդությունից մինչև հիմա, ու ձեզ նույնպես։ Սա ինչի համար է, որ մենք մեր իմացածը ներդնենք արքայության մեջ, ու հիմա մենք անում ենք, դրա համար այն ինչ որ կազմակերպվում է բարձր մակարդակով, բաց մի թողեք, եկեք օրհնվեք, որտեվ հիմա թե Աստծո արքայություն եկեղեցուց, թե հայրական տուն եկեղեցուց, թե էլի որոշ եկեղեցիներից շատ ուզում են գան մեր մոտ, այն միջոցառումներին, որ անում ենք այն ճամբարներն, ու մենք նստած ճամբարի թիմով, ասենք Սրբուին Միլենը ասենց նստած ասում են, այ մարդ, ուրիշները գալիս օրհնվում են, մերոնք պասիվ են։ Սրանք մենք ձեր համար ենք անում, նախ ամեն բան ինչ մենք անում ենք, նախ մեր համար է, հետո նոր մյուսների, որ գան օրհնվեն, լավ, բայց մի թողեք, լավ, մի քանի տեղ նայենք իրար հետ Հիսուսի թափած արյան մասին ու միասին կընդունենք հաղորդություն, առաջինը
ինչ արեց Հիսուսի արյունը մեզ բերեց մեղքերի թողություն։ Սա քավություն բառն է, Հիսուսի արյունը, Հիսուսի արյամբ մեր մեղքերը քավվեց, մեր մեղքերին եղավ թողություն, մեր մեղքերը ջնջվեց, քավվել, ջնջվել, չկա մեղք, թափվեց Հիսուսի արյունը, ինքը լուծեց քո բոլոր մեղքերի հարցը։ Եփեսացիների արյան միջոցով ունենք փրկագնում մեղքերի թողություն։ Եփեսացիների 1:7 նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով մեղքերի թողություն, համաձայն իր շնորհքի առատության։ Փրկություն, արյամբ մեղքերի թողություն։ Առաջի բանը, որ արել է Հիսուսի արյունը, երկրորդ բանը, որ արել է Հիսուսի արյունը, մեզ բերել է հաշտություն Աստծո հետ, Հոր հետ։ Հիսուսի արյան միջոցով դու փրկվեցիր, Հիսուսի արյան միջոցով քո մեղքերը թողվեց, քավվեց։ Երրորդ բանը, Հիսուսի արյան միջոցով դու ունես հաշտություն Աստծո հետ։ Աստծո կողմը ապահովված է, Աստված քո հետ հաշտ է, Աստված քո թշնամին չի այլևս, Աստված քեզ հակառակ չի, Աստված լարված չի, որ քեզ նեղացնի, Աստված կենտրոնացած չի, որ դու առավոտը հելնես մոռանաս հայրմերը ասես, ոտի տակ քար դնի, ինգնես ոտը տոլորես ջարդես, բա ես գիտեի տենց է, կարող է դու ուրիշ Աստծո ես հավատում։ Կողոսացիս 1:20 և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ, թե երկրի վրա, թե երկնքում։ Ամեն բան հաշտեցրեց Հիսուսը խաչի վրա Աստծո հետ։ Հիսուսը արարչագործությունը հաշտեցրեց, Հիսուսը մարդուն հաշտեցրեց, ու Պողոս առաքյալը ասում է, որ մենք այդ հաշտության պաշտոնյաներն ենք, մենք մարդիկ ենք, ովքեր պիտի աշխարհին ասենք, լսի, Աստված քո հետ հաշտ է, մնում է դու իր հետ հաշտվես, Աստված քո դեմ բան չունի, այն ինչ որ ուներ, Հիսուսը դրա համար վճարել է, մնում է դու հաշտվես ու գաս Աստծուն։ Աստված իր գործը ամբողջությամբ արել է, մնում է մենք որպես Քրիստոսի մարմին, այն ինչ որ Աստված արել է, տարածենք աշխարհին, ավետարանը քարոզել ասա կոչվում։ Երրորդ բանը, արդարացում, Հիսուսի արյան միջոցով մենք ունենք արդարացում։ Հռոմեացիս 5:9, հապա որքան առավել հիմա երբ նրա արյունով արդարացված ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ Հիսուսի արյան միջոցով դու արդարացված ես քո բոլոր մեղքերից, փրկված, ներված, հաշտ, արդարացված։ Արդարություն տերմինը ինքը շատ կարևոր տերմին է, քո գործը քննվել է երկնային դատարանի կողմից ու քո վրա մեղք չի գտնվել, ինչի, որովհետև կա թափած արյուն։ Գիտեք կան դատական ատյաններ, ով գիտի այդ մասին։ Օրինակ, կա սովորական դատարան։ Երբ որ դու քո գործերը տալիս ես ու քո հայցը չի բավարարվում, դու դիմում ես վճռաբեկ դատարան։ Երբ որ վճռաբեկ դատարան ու քո հայցը վերաքննիչ, հետո վճռաբեկ, հետո եվրո դատարանն է։ Երբ որ բոլոր տեղերում քո հայցը չի բավարարվում, բայց եվրո դատարանը քո հայցը բավարարում է, եվրո դատարանը մնացած ներքևի բոլոր ատյանների վճռածը բեկում է, դրա համար է վճռաբեկ, վերջինը եվրոն, այսինքն ընդեղ ինչ որոշումներ կայացվել է, դա օինչի մեր բառերով ասած, արդեն վերջնական դատարանի կայացրած որոշումն է, բոլոր դատարանի որոշումները ջնջում ու ասում ճիշտ է սա։ Աստծո ատյանը ինքը բարձրագույն է, դրանից վերև չկա, ու բոլոր ատյանները, որոնք որ
քո վրա ինչ որ վճիռ են կայացրել, օրինակ սատանան քո վրա վճիռ է կայացրել, մեղավոր, աշխարհը քո վրա վճիռ է կայացրել, մեղավոր, քո տատին միգուցե վճիռ է կայացրել ամեն հելնելուց քո վրա, քո հարևանը, քո ուսուցիչը, քո ծնողը, քո, չգիտեմ, թշնամին, բարձրագույն ացյանը վճիռը կայացրել, որ դու արդար ես, ու դա բեկում է բոլոր մնացած կայացրած վճիռները, ամեն, հալելույա, ինչի, որտև Հիսուսը քո համար արյուն է թափել, ամեն, գեղամ ջան, որ խնդրեմ կգաս, չորրորդ բանը, որ Հիսուսի արյունը արել է, դա փրկագնումն է, ներում, փրկագնում, Հիսուսը վճարեց այն գինը, որը մենք չենք կարող վճարել և ազատեց մեզ մեղքի իշխանությունից, փրկագնումը սա քո համար վճարած գինն է, որի հետևանքով դու փրկվել ես, Առաջի Պետրոս 1:18 Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկյով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյամբ։ Հիսուսը մեր համար փրկագին է վճարել։ Հիսուսի արյունը քո փրկագինն է։ Դու կասես ես չէի կարա վճարել իմ համար։ Ոչ։ Դու ընդամենը ընդունում ես Հիսուսի կատարած վճարը քո համար ու փրկվում ես։ Մարդկության մեծագույն խաբկանքը այն է, որ մարդը մտածում է ինքը իր լավ գործերով կարա իրան փրկագնի իր վատ գործերից։ Սա սուտ է, սա կրոն է։ Սա Աստծո խոսքի հետ երբեք կապ չի ունեցել։ Դու քո լավ գործերով չես կարող ծածկել նույնիսկ քո մի վատ գործ։ Քո մի կատարած, եթե դու ամբողջ կյանքումդ մի հատ մեղք գործեիր, մի հատ սուտ խոսեիր, ու մնացած ամբողջ կյանքդ ապրեիր արդար գործեր անելով, դու դժոխք էիր գնալու, որտև քո լավ գործերը չէին փրկագնում քեզ քո վատ գործից, որովհետև մեղքի համար պիտի արյուն թափվի, մեղքի համար պիտի զոհ լինի, սա նման է նրան, որ Ադամը իր կատարած մեղքը թզի տերևներով էր ծածկել, Աստված եկավ ասեց ոչ, պիտի գառ մորթվի ու իր հագուստները հագնես, դու քեզ չես կարող ծածկել, դու պիտի ընդունես այն փրկագինը, որ քո համար արվել է, իսկ Հիսուսի արյունը քեզ փրկագնել է, քո կյանքը փրկագնել է, քո առողջությունը փրկագնել է, քո շունչը փրկագնել է, Հիսուսը ամբողջությամբ է քեզ գնել, ինքը չգնեց քեզ միայն քո հոգին, քո մարմինն ու շունչը թողելով թշնամին թո հոշոտի, դու ամբողջությամբ ես փրկագնվել, ուղղակի մեկի համար բոլորի համար վճարվել է, ուղղակի ամեն մեկի համար փրկագնման կարգն է տարբեր, քո հոգին փրկվեց, քո շունչը փրկվում է, քո մարմինը կփրկվի, բայց բոլորի համար վճարած է։ Ես պարզ եմ ասում, բարդ չեմ ասում, չէ՞։ Հալելույա։ Ես գիտեմ, որ դուք գիտեք։ Չանես ինչ, 1000 տարի ամեն։ Ուղղակի, ես ուզում եմ ուղղակի հիշացնեմ, դուք գիտեք ես ամենը։ Իրականում եմ ասում, դուք գիտեք։ 5-րդն, 4-րդն, 6-րդն տեղերը չեմ հիշում։ Սա խղճի մաքրությունն է, գեղամ, պատկերացնում ես, խի վախեցար, Հիսուսը մեր խիղճը մաքրել է իր արյամբ, ժողովուրդ, Հիսուսը մեր խիղճն էլ է մաքրել, այս շատ կարևոր է, ուզում եմ տեսնեք, խղճի, Քրիստոսի արյունը մաքրում է մեր խիղճը մեռած գործերից, որպեսզի ծառայենք կենդանի Աստծուն, ուզում եմ ստեղ ուշադիր լինես, երբեմն Հիսուսը մաքրում է քո մեղքերը, դու գիտես, որ Հիսուսը մաքրում է քո մեղքերը, բայց դեռ քո անցյալ մեղքերի պատճառով քո խիղճը
քեզ չի թողում որ առաջ գնաս։ Ես ուզում եմ որ դու Աստծո խոսքով տեսնես, որ Հիսուսի արյունը քո խիշն է փրկագնելու մաքրել։ Եկեք իրար հետ կարդանք Եբրայեցիս 9:14-ը, որ չափ եւս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով ինքը իրեն անառած զոհ մատուցեց, Աստծուն կմաքրի ձեր խիղճը այն մեռած գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Որքան առավել Հիսուսի արյունը մաքրել է քո խիղճը մեռած գործերից։ Հիսուսի արյունը մաքրել է քո խղճմտանքը։ Եթե քո խղճմտանքը քեզ հանդիմանում է երեկվա արած մեղքիդ համար, որի համար դու արդեն ապաշխարել ես, դու պետք է ասես հոբ Սատանա դու չես կարող իմ խղճի միջոցով իմ էմոցիաների վրա ազդես։ Հիսուսի արյունը իմ խղճը մաքրել է։ Ամեն։ Ու վերջինը Հիսուսի արյունը մեզ տվել է հաղթանակ թշնամու հանդեպ։ Աստծո խոսքը ասում է եւ նրանք հաղթեցին Հայտնություն 12:11 նրանք գառան արյունով ու իրանց վկայության խոսքով։ Հաղթանակը թշնամու ու թշնամու ողջ զորության վրա քեզ ապահովել է ոչ թե քո դուխը, ոչ թե քո թասիբը, ոչ թե քո թաղի կամ գյուղի հերոսը, այլ Հիսուսի արյունը։ Մենք մտածում ենք, մենք սենց դուխով գնանք, հեսա այդ դևը դուրս կգա։ Հարցը քո դուխի մեջ չի, ոչ էլ հավատքի, հարցը այն արյան մեջ, որ թափվել է, իսկ հավատքդ կիրառում ես այդ թափած արյան զորության համար, ամեն։ Հիսուսի արյան պատճառով մենք ունենք հաղթանակ թշնամու վրա։ Ուզում եմ արագ անցնենք ու միասին ընդունենք հաղորդություն։ Եղբայրներին կխնդրեմ, որպեսզի բաժանեք հաղորդությունը Հիսուսի թափած արյան միջոցով ունենք մեղքերի թողություն ու փրկություն։ Հիսուսի թափած արյան միջոցով ունենք հաշտություն Աստծու հետ, Աստված հաշտ է քո հետ։ Հիսուսի թափած արյան միջոցով ունենք արդարացում, քո մեղքերը ջնջված են, քո վրա մեղք չկա։ Հիսուսի թափած արյան միջոցով ունենք փրկագնում, քո համար գինը վճարած է ու վճարած է ավելցուկով, ոչ թե կիսատ պռատ։ Հիսուսի թափած արյան միջոցով ունենք մուտք Աստծո ներկայության մեջ, ես մոռացա կարդամ։ Եբրայեցիների 10:19 արդ եղբայրներ, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ։ Հիսուսի արյան միջոցով քեզ ապահովված է մուտք սրբարան։ Հիսուսի արյունը այն ճանապարհն է, որի միջոցով դու մտնում ես սրբարան։ Հիսուսի արյան միջոցով ունենք խղճի մաքրություն, Հիսուսի արյան միջոցով ունենք հաղթանակ թշնամու հանդեպ։ Ինչ է արել Հիսուսի արյունը, ինչ մեծ գին է վճարած։ Ես գիտեի Տեր քո արյունը միայն իմ մեղքերի հարցն է լուծել, ոչ։ Հիսուսի արյան միջոցով քո բնույթն է փոխվել, դու դարձել ես նոր արարած։ Հիսուսի արյան միջոցով դու ընդունվել ես հոր ընտանիք։ Հիսուսի արյան միջոցով Աստված բարեհաճում է քեզ։ Եվ սա միայն Հիսուսի թափած արյան միջոցով։ Եկեք, երբ որ ընդունում ենք Հիսուսի արյունը, այս ամենը վերհիշենք։ Ու եկեք շնորհակալություն ասենք իրան իր թափած արյան համար։ Մենք միևնույնն է, ինչքան էլ խոսանք Հիսուսի թափած արյունից, ամբողջական չեն կարող հասկանալ այդ մեծ գինը, որ վճարվել է, բայց ինչքան էլ մենք հասկանում ենք, մենք կարող ենք շնորհակալ լինել։ Արի շնորհակալության երգ վերց, չնայած հաստատ քո սրտում այդ երգն էլ կար։ Եկեք ընդունենք ու
շնորհակալություն ասենք իրան իր թափածարան համար, այդ մեծ գնի համար, որ վճարվել է, այն մեծ գնի համար, որ գարան այցի ու կովի մեր բառերով ասած, չասենք նոխազ ու բան, կովի արյունը չէր կարող մաքրել, բայց Հիսուսի արյունը մաքրեց ու բերեց լուծում։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ քո թափածարյան համար։ Մենք շնորհակալ ենք քեզ քո զոհի համար, Տեր։ Մեր համար թանկ է քո արյունը, Տեր։ Մեր համար թանկ է քո զոհը, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր, որ քո ժողովուրդը ամեն մեկը հասկանա քո արյան թանկ գինը, այն ինչ որ վճարել ես մեր համար, Տեր։ Իմ համար թանկ գին է վճարվել, ես չեմ ուզում մեղքի ծառա լինեմ։ Իմ համար թանկ գին է վճարվել, ես չեմ ուզում մարդու ծառա լինեմ։ Իմ համար թանկ գին է վճարել, ես չեմ ուզում կրոնի ծառան լինեմ, ձևի ծառան։ Իմ համար թանկ գին է վճարվել, ես չեմ ուզում օրենքի ծառան լինեմ։ Շնորհակալություն քո արյան համար։ Աստծո ժողովուրդ շատ ուժեղ Աստծո ներկայություն կա, շատ ուժեղ, շատ ազատագրող Աստծո ներկայություն կա։ Ուղղակի բացվեք, թույլ տվեք Հիսուսի արյան զորությունը գործի ձեր կյանքի մեջ։ Թույլ տվեք, որ սա լինի ոչ միայն խոսք, այլ իր արյունը աշխատի ձեր համար բերելով բժշկություն, բերելով ազատություն։ Ուղղակի շնորհակալություն ասեք, սրտան շնորհակալ եղեք։ Մի թողեք ինչ որ մեկը ձեզ խանգարի, երկրպագեք, կպեք ու թույլ տվեք, որ Հիսուսի արյունը լվա ձեզ, մաքրի ձեզ։ Ես խեղճեի, հիշում եմ, թե ով ես, կույր էի ու կորսված, և դատարկ էր ամեն բան, մեղքը մեզ բաժանեց ու բացեց մի խոր անդունդը